Հնում հայրը կարծում էին, որ նորածին երեխաների ապագան կարելի է ծրագրավորել, բայց ոչ թե աստղերի միջոցով, այլ պորտալարի։ Ողջույն եւ բարի գալուստ, Անիաս, ես Անին եմ եւ այստեղ միասին մենք բացահայտում ենք հայկական մշակույթի եւ պատմության ամենահետաքրքիր շերտերը։ Եթե դեռ չես բաժանորդագրվել, հիմա ճիշտ ժամանակն է։ Եվ ուրեմն, երբ հայ ընտանիքում փոքրիկ էր ծնվում, նրանք չէին շտապում պորտալարը դեն նետելու, որովհետեւ կարծում էին, որ պորտալարը նրա ապագայի բանալին է։ Եթե ուզում էին, որ երեխան գիտնական կամ կրթված մարդ մեծանար, ապա պորտալարը թաքցնում էին դպրոցի պատի ճեղքի մեջ կամ եկեղեցու պատի արանքում։ Եթե ուզում էին, որ երեխան լինի աշխատասեր, ապա պորտալարը թաղում էին հողի մեջ կամ գոմի պատի մեջ։ Սակայն նորածին բալիկի հետ կապված մի շարք այլ սովորույթներ էլ գոյություն ունեին։ Բալիկին առաջին անգամ լողացնելիս ջրի մեջ ոչ միայն վարդի թերթիկներ էին լցնում, այլև արծաթյա եւ ոսկյա մետաղադրամներ։ Կարծում էին, որ դա ոչ միայն հարստություն կբերի, այլև հաջողություն։ Ուզում եմ նշել, որ մեր նախնիները հրաշալի գիտեին, որ արծաթը մանրէասպան մետաղ է։ Իսկ երբ երեխան սկսում էր իր առաջին քայլերն անել, մայրիկը կտրում էր նրա ոտքերի արանքի անտեսանելի թելը, որպեսզի բալիկը ավելի հաստատուն քայլի իր կյանքի ուղիով։ Այսօր այս սովորույթները կարծես հեքիաթ լինեն, սակայն դրանց հիմքում մեծագույն սեր եւ հոգատարություն էր, որպեսզի բալիկը մեծանա հաջողակ եւ երջանիկ։ Իսկ ձեր ընտանիքում արդյոք պահպանվել են նմանատիպ հին սովորույթներ, եթե այո, մեկնաբանության հատվածում գրեք այդ մասին։